Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոն թունիչները, սա Modus Vivendi հաղորդաշարն է, Արաբ Պապյանի հեղինակային հաղորդաշարը, ով եւ առաջին խոսափողի մոտ է, ես Դավիթ Խումարյանն եմ, երկրորդ խոսափողի մոտ եմ, բաժանորդագրվեք նաեւ լրատվական ռադիոյի գործարար ալիքի YouTube-յան ալիքին, որպեսզի նաեւ դիտեք մեր հաղորդումը, ոչ միայն լսեք։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Խոմեյնին մեկը զոհվեց, եկավ մյուս Խոմեյնին, այլևս հաստատվել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խոմեյնիի որդին է։ Անունը չեմ հիշում, ամոթ ինձ կներեք։ Կհիշենք, շատ դեռ կասենք, կհիշենք, եթե երկար մնաց։ Ռեժիմը չի տապալվում, ոնց որ թե, պարոն Պապյան, հա։ Այո, բայց այսօր դեռ քանի օր է պատերազմը գնում ընդամենը, ուզում եք նման ռեժիմներ շատ արագ տապալվեն, չէ։ Ժամանակ կուզի, բնականաբար բանա։ Եվ ինչքան այս ամբողջը ձգձգվի, այնքան Իրանի ժողովրդի համար ավելի վատ։ Որտեղ այնքան շատ ավելի բան է Իրանում ոչնչացվելու, որ նշանակում է այդքան Իրանի ժողովուրդը շատ ավելի հետագայում փող, ջանք, ժամանակ պիտի գնի վերականգնելու։ Մի քիչ անշնորհակալ գործով զբաղվենք, ըստ ձեզ ինչքան կտևի, պարոն Պապյան։ Գիտեք, ես կանխատեսում էի եւ հույս ունեի, որ այսքան մինչեւ 2 շաբաթ, հիմա Թրամփը խոսում է 4-5 շաբաթվա մասին եւ ասում ենք այդ ձևը սկզբից պլանավորել ենք, հիմա մի քիչ դժվար է, որտեվ ասենք Պուտինից շատերն են սովոր, այսքան ոնց գնում ասում են այդ ձևը, այո, ոնց եք պլանավորել, ոնց էլ պլանավորել ենք, ուզում ենք, բան, չգիտենք, բայց հարցը հետեւյալն է։ Կա տարածաշրջանի վերաբերյալ արևմուտքի մասնավորապես Միացյալ Նահանգների պատկերացումը, այսինքն որ ստրատեգիան է, դա այն է, որ այդտեղ պիտի չլինեն ոչ ենթակա երկրներ, հատկապես չպտնեն երկրներ, որոնք թշնամի են Միացյալ Նահանգների դաշնակիցներին, մասնավորապես Իսրայելին եւ շահերին։ Դրա համար մենք տեսնում ենք եւ դրա մասին նախորդ անգամ էլ խոսեցինք, քայլ առ քայլ դրանք չեզոքացվելով, ոչնչացվելով առաջ սկզբից, այսպես ասած, Իրանի պրոքսիներն էր, չէ, այսինքն Հեզբոլլահը որպես շիա եւ Համասը Համասն էլ որպես սունի, բայց էլի փաստորեն Իսրայելն հակառակորդ, հութիները որպես էլի շիա եւ հատկապես Սուեզի կանալ ընթացող այդ ճանապարհը փակող եւ այլն։ Հետո տեսանք Սիրիայի հարցը, դրանց առաջ Իրաքի հարցներ։ Հիմա երկու ուժ կա, որոնք դեռևս կարող են հակակշռել Իսրայելի ազդեցության, դա Իրանն է եւ Թուրքիան։ Հիմա բնականաբար սկսել են Իրանից, թեև շատ քաղաքական եւ ռազմական գործիչներ արդեն իսկ Իսրայելում ասում են, որ Թուրքիան շատ ավելի վտանգավոր է Իսրայելի համար, քան Իրանը, բայց քանի որ Իրանը ավելի աղմկոտ հակա-Իսրայել է, գործողություններով այդքան հակա-Իսրայել չի, բայց աղմկոտ անդադ ասում է դե չեմ ճանաչում, կոտորելու եմ, ոչնչացնելու եմ, բան եմ անելու, դրա համար ոնց ասած սա առաջնահերթություն է եւ տասնամյակներ ըստեյցան այս դիմակայությունը։ Թուրքիայի պարագայում, որը տակից շատ ավելի, ոնց որ ասած, հակա-իսրայելական ու հակա-արիական գործողություններ է անում, բայց ինքը որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես արևմուտքի ճակերտավոր դաշնակից, իրան ավելի եւ որպես խորամանկ, ավելի բանապահ։ ՆԱՏՕ-ի մասին խոսեցիք։ Ոնց որ այդ կառույցն էլ, հա, ակտուալությունը կորցնում է, որտեվ լուրջ ռազմական գործողություններ են տեղի ունենում ու ՆԱՏՕ-ի ձևաչափով մասնակցություն չկա։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ երկրները կան, բայց ՆԱՏՕ-ի մասով մասնակցություն չկա։ Բնականաբար չել կարող լինել, որտեվ ՆԱՏՕ-ի, այսպես կոչված Վաշինգտոնի հիմնադիր փաստաթղթի 5-րդ հոդվածն ասում է, հարձակումը մեկ երկրի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա։ Սա չի նշանակում, որ եթե մի երկիր գնաց կռվի, պիտի բոլորի Չէ, իսկ եթե Կիպրոս են կրակում, բան են կրակում, էլի նկատի ունեմ, այսինքն այդ վեստերն աշխարհի վրա ակնհայտ ճնշում կա ՆԱՏՕ-ի անդամ։ Չէ, մի րոպե։ Հիմա հարցը հետեւյալն է. կա արտաքին ուժի հարձակում, ասենք պատերազմի ձևով ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Կիպրոսում հարձակվել են, հարձակում ա եղել Մեծ Բրիտանական բազայի վրա։ Եթե դուք 74-ը նկատի ունեք։ Չէ, հիմա վերջերս։ Չէ, բազայի վրա հարձակում ամեն դեպքում դա ՆԱՏՕ-ի անդամ երկրի բազան ռմբակոծվել է։ ՆԱՏՕ-ն այդտեղ ոնց որ ասելու բան չունի, ասելու, անելու։ Չէ, եթե այդ տրամաբանությամբ գնանք, ինտերլիգիններն ինչ որ մի քանի այո, եւ այլն չէ, չունի, որովհետեւ դա ըստ էության
բան չի, էլի aggression against, այդ aggression կոչեցյալ հենց էլի գալիս ենք ձևակերպումների հարցով, էլի, էդի assault չի, այսինքն հարված չի, aggression-ը, որ նշանակում է պիտի որոշակի ինչ-որ մեծածավալ գործողություն լինի, բայց ասած հետևյալն է, որ ՆԱՏՕ-ն ի սկզբանե ստեղծված է եղել արևելքից կոմունիստական վտանգը եւ ես լավ հիշում եմ, որ երբ որ լուծարվեց Վարշավյան պայմանագիրը, ես հետո ՆԱՏՕ-ի որ սովորում էի ակադեմիայում 90-ականներին, այնտեղ այդ շփոթությունը կար եւ շատերն ասում են դե լավ, հիմա ասենք ՆԱՏՕ-ն դուք խնդիրներ եք դրել թրաֆիկի դեմ պայքար, չգիտեմ նարկո բիզնեսի դեմ պայքար, ասում ոնց եք պատկերացնում, այսինքն ավիակիրներով ու ռմբակոծներով ինչ թրաֆիկի դեմ պայքար եւ այլն։ Ըստ էության մի կերպ դա պահեցին, որովհետեւ նպատակը կորավ։ Հիմա քանի որ ըստ էության Թրամփը դան կոչվում է Transatlantic Link, այդ կապը թույլաtsնում է, ինքը ասում է ես $1 տրիլիոն փող եմ ծախսում, դուք փող չեք ծախսում։ Հիմա եկեք բարձրացրեք ծախսերը։ Ինքը կարողացավ հարկադրել արևելքի հասնեն, հետո 5-ի, չէ, հիմա 5-ի, հիմա Լեհաստանը 7 հասել։ Բայց Լեհաստանը այո, բայց Լեհաստանը կարծում եմ նշի, որ Ամերիկայի պատմամբ է։ Ինքը իր գլխի գալիքը գիտի դրա համար է։ Ասում է, եթե չէ ուզում կռվես Լեհաստանում, պիտի կռվես Ուկրաինայում։ Դրա համար եւ մենք տեսնում ենք այդ աջակից երկրների մեջ հիմնական ակտիվ Բալթյան երկրներն են, Լեհաստանն է, որոնք ոչ միայն աշխարհագրորեն վտանգին մոտ են Ռուսաստանին, այլ պատմություն ունեն ռուսական հարձակումներ։ Հիմա իսպանացիք դեմ են, իսպանացիք մի քիչ այլ ձև են խոսում, որովհետեւ Իսպանիան, չգիտեմ, կյանքում երևի ռուսական հարձակման չի էլ ենթարկվել, էլի, այսպես որ նայում ես, իր վերջի կռիվներն էլ մի 200 տարի առաջ էր։ Քիչ թե շատ նորմալ, երկու համաշխարհային ժամանակ էլ Չեզոք Հայրան պայև։ Ասած հետեւյալն է, որ կա Եվրոպայում կան կառույցներ, որոնք տասնամյակներ չեն գործում, բայց այսպեսի մի բան կա իրենց մոտ քաղաքակրթական մոտեցում, որ եկեք դրանք թեկուզև կոնսերվացված վիճակում պահեն, կարող է մի օր պետք է, օրինակ կա European Union, Եվրոպական միություն, եւ կա Western European Union, այդ Western-ի մասին երբեք չեք լսել։ Western European Union-ը ավելի վաղուց է ստեղծվել, եւ առ այսօր կա Բրյուսելում գրասենյակ ունի, մի քանի աշխատ, իրանք դա այդ կառույցը պահում են, այ երբ որ այս Եվրոմիությունը հանգարց քանդվի բան, իրենք ունենան աշխատել։ Մի բանի համար 0-ից չսկսեն։ Հիմա հարուստ երկիր են, տարեկան ասենք մի $2 միլիոն ծախսել այդ գրասենյակների աշխատակազմները, հա էլի հարց չի։ Հիմա նույնն է ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ն ինչքան էլ թուլանա, միևնույն է դա պահելու են, որտեվ ՆԱՏՕ-ն ի վերջո տասնամյակների ընթացքում նաև միջանձնային կապ է ստեղծել։ Այսինքն այդ տասնամյակներով համագործակցել են, օրինակ իմ համակուրսեցիները այսօր տարբեր երկրներում, ասենք, արդեն մի մասը ճիշտ ասում, գնաց, մի մասը ինչ-որ գեներալներ են, մի մասը, չգիտեմ, շտաբի պետեր են, բան, այդ ամբողջը կա եւ իրանք պահել են։ Հիմա մենք նոր ենք, Հայաստանը նոր է ուզում այդ կապերը ձևավորի։ Ինչի օրինակ համար Հայաստանը ինչի է սովետա-ռուսական բանակի ազդեցության տակ շատ է։ Հա, որովհետեւ իրար հետ ուսանել են, իրար հետ ընկերություն են արել, հա։ Չէ, ՆԱՏՕ-ն քանի լուրջ հարձակման չընդարկվի, չի միջամտի, անգամ եթե Թուրքիան էլ միջամտի։ Այստեղ մի հարց կա, որ երբ որ հաճախ ասում են, որ այ ոնց են Թուրքիայի դեմ կռվելու, որ դա գետի Իսրայելը, բան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այո, բայց հարձակվող կողմը լինելու է կամ ներկայացվելու է Թուրքիան, այսինքն Իսրայելը պաշտպանվող կողմ է ներկայացվելու, իսկ այդ պարագային բնականաբար ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը չի գործելու։ Լավ, ապրենք տեսնենք։ Մի հարց էլ կա, հասկանանք դա մեր համար լավ է թե չէ, բայց այդ հետո քննարկենք ձեր թույլտվությամբ։ Ես փորձագետների էի նայում, ասում էին, որ եթե գետնին զինվոր չեղավ, boots on the ground, հա, տենց են ասում։ Եթե դա չեղավ, ռեժիմը հնարավոր չի լինի տապալել։ Նախ ովքեր են լինելու այդ բուտսերը։ Խոսակցություն կա, որ քրդերն են լինելու, հետո Ադրբեջանը Ալիևն էր կարծես թե դրա մասին էլ կարծում եմ ճիշտ կլինի խոսենք, Ադրբեջան-Պարսիկ հարաբերությունների մասին։ Գետնին մարդ լինելու է, թե չէ ի վերջո, ոնց եք կարծում։ Երկու պնդումն էլ պատմականորեն հիմք ունի, այսինքն սովետական միությունը որ քանդվեց, գետնին զինվոր կար, չկար։ Ոչ մի զինվոր չմտավ ՍՍՍՐ տարածքը, բայց այդ երկիրը քանդվեց, որը շատ ավելի
բաներ, հզորեր ամեն ինչով եւ տնտեսապես եւ այլն եւ պակաս տոտալիտար չէր։ Ճիշտ է, այդ այսչան չէր, ոնց որ ասենք Իրանն այնտեղ գոնե կանայք ոնց ուզում էին իրանց պահում էին, բայց եթե այդ պահը մոռանանք կամ կրոնական գաղափարության փոխարեն դնենք դասակարգայինը, ստեյցան նույնն էր, առանց զինվորը մտնելու եղավ։ Մենք էլի պատմության նման դեպքեր կա եւ հակառակն էլ կա, որ քանի դեռ չի եղել, չի եղել, այնպես որ ոնց որ ասած երկու տարբերակն էլ բան է։ Հիմա այստեղ այդ դրսից զինվոր մտնելը իր մեջ վտանգ ունի, որովհետև երբ որ դու դրսից մտցնում ես եւ Իրանը դրա համար ռմբակոծում անընդհատ այդ ամերիկյան բազաները տարբեր արաբական երկրներ, որպեսզի արաբներին ներքաշի, որովհետև ժողովուրդը հոգեբանորեն դա անցալում է որպես այն որ խոսում ենք aggression, այսինքն ներխուժում եւ համախմբվում է այդ իշխանության կողքին։ Ոնց որ չէ մեր մոտ էր։ Մենք շատերս կարանք իշխանությանը դեմ լինենք, բայց ասում ենք հա դրսից հիմա հա բանա է, ուրեմն սա դնենք մի կողմ, եկեք հիմա երկիրը Առաջիններ, եթե ես չեմ սխալվում, Fox News-ին հարցազրույց տալուց, որ ասես չեք վախում, որ գետնին օպերացիա կսկսի, ասեց ոչ, մենք իրանց շատ սպասում ենք։ Հա, այդ առնու բան։ Հիմա կարող են քրդերը եւ չգիտեմ թուրքախոսները լինեն, քրդերը չեն ուզում։ Քրդերը լավ հասկանում են, որ առաջին հերթին դա անգամ Սիրիա չի, այսինքն Ասադին դեմ կռվել եւ այլն, էլի կորուստները շատ ահավոր են լինելու եւ քանի որ Իրանի բուն ուժերը չեն կարողանալու այդ մեծ երկրների հետ հաշիվները լուծել, իրանց հետ կարան, ոնց ասած ամբողջ կատաղությունն ու վրեժը իրանց վրա։ Մեկ մյուսը իրանք դառը փորձ ունեն, ինչպես հայ ժողովուրդն է բարբերաբար ունեցել, վերջ անգամ Սիրիայում էր, այսինքն որ իրենք դեռևս առանձնապես բան չեն սա, ճիշտ ամերիկացիք չեն թողում, որ ասենքն այս նոր վարչախումբը իրանց կոտորի ջարդի, բայց միևնույն ժամանակ դեռ գետիրա ոչինչ չեն ստացել, ասենք ինքնավարություն Սիրիայի կազմել, չեն խոսում անկախության մասին եւ այլն։ Դրա համար հիմա իրանք մտածում են, դե լավ, եթե մենք մտնենք, այսքան զոհեր տանք եւ հաշվարկել են, որ շատ դժվար ալնելու, չպետք է մոռանանք, էլ այս ամբողջը եւ իրանք ավելի կտրված են, ավելի խորան են, քան Սիրիայում, իրանց օգնություն հասնելն էլ դժվար է։ Բա որ հետո վերջում մենք մենակ էլի մնանք բանի հետ, այս սպարսիկների կամ իրանցիների հետ։ Նույնը վերաբերում ազնեն։ Հիմա իրենց ամբողջ այսպես ասած ակնկալիքը հետեւյալն է, որ ուրիշները այնքան թուլացնեն Պարսկաստանը, որ իրենք միայն ավարը կիսելուց հասնեն։ Ասում արջի մորթին կիսելու պահին, բայց էլի հարց է։ Իմ բավականին վստահելի աղբյուրները State Department-ում ասում են, որ այդ հարցը բազմաթիվ անգամներ Ադրբեջանը բարձրացրել է Իրանի տրոհման հարցը, իրենք աշխատում են եւ վստահաբար այդ ինֆորմացիան եթե ես ունեմ, պարսիկներն էլ իրանցիներն են, բայց State Department դիրքորոշումը ոչ է։ Իրանց ձեռ չի տալի Իրանի տրոհումը։ Իրանց պետքա հակակշիռ Թուրքիայի դեմ, չպետք է մոռանանք։ Այսինքն Իրանն ու կամ Պարսկաստանը եւ Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ երկու հակակշիռ են եղել եւ Սունի աշխարհի հիմնական հակակշիռը էլի մնում է Իրանը շիա։ Հիմա այսօր Սաուդյան Արաբիան, ասենք եւ այլ Սունի երկրներ դաշնակից են Միացյալ Նահանգներին, բա որ վաղը դաշնակից չեղան։ Որ ուժն է լինելու հակակշիռը, իսկ այդ բաժանիլ որ տիրեսը այդ մոտեցումը շարունակում է մնալ, դու Իրանին հակակշռելով, ասենք նույն սաուդիների դեմ, Թուրքիայի դեմ եւ հակետ պահում ես, ժամանակին օրինակ ծոցի նկատմամբ հավակնություն ունեն գերիշխանության, չշփոթել ինքնիշխանության հետ, երեք երկիր, Սաուդյան Արաբիան, Իրաքը եւ Իրանը։ Հիմա Իրաքը որպես այդպեսին չկա մեծ ուժ։ Մնացին այս երկուսը, եթե Պարսկաստանը չլինի, Սաուդյան Արաբիան լրիվ գերիշխանություն է ձեռք բերում եւ հավասարակշռությունը խախտվում է։ Իսկ կայունության համար հավասարակշռությունը պետք է ռազմա, քաղաքական, տնտեսական եւ այլն, դա պետք է։ Դրա համար եթե այսպես ասենք, էլի բացառիկ բաներ չլինի, որ Իրանը այսպես դոմինոյի էֆեկտով չսկսի քանդվել, միատար պետություն կմնա։ Հա, ինքը կմնա այս սահմանների մեջ, ինքը կմնա, չենք ունենա Իրաք եւ Սիրիա եւ Լիբիա, այսինքն այդ պատկերը չի լինի։ Հիմա տեսեք, շատերն ասում են, դե քրդերը կարան ինքնավարություն ստանան, կարող են, բայց դա չի նշանակում երկրի տրոհում, իսկ ինչի չպետք է ստանան։
ասենք 21-րդ դարում ինչի ազգային փոքրամասնությունները, որը մի քանի միլիոն մարդիկ են, այսինքն ինչի չպետք ունենան։ Մենք ուզում ենք, չէ, որ մեր հայերը, որ տարբեր երկրներում են ապրում, մշակութային ինքնավարություն ունենան, լինելով որ դպրոցներ ունենան, բան նույնն էլ հիմա տեսեք Իրանի եւ կրոնական հենքի վրա այս կրոնը իսլամը ազգություն հասկացությունը չունի, նա ումմայի գաղափարը ունի, այսինքն իսլամական համայնքի, բայց Եվրոպայում 19-րդ դարում դա անցավ 1848-40 թվականի հեղափոխությունները, դրանց առաջ ֆրանսիական, իսլամական երկրները նոր են դրա թևակողում, այսինքն ազգայնականության փուլը, այսօր այդ նույն քրդերի համար, եթե իրենք մեզ կոտորում են ցեղասպանության ժամանակ որպես իսլամի ներկայացուցիչներ եւ իրենց համար երբ որ վկայությունները կարդում ես sense դրա համար կոտորում էին որտեվ մենք քրիստոնյա ենք իրենք մուսուլման հիմա ազգայնականությունը գլուխ է բարձրացրել բնականաբար դու այդ պիտի բավարարես այդ ազգային ձգտումները լեզու մշակույթ եւ այլն այսինքն միայն կրոնական ինքնությունը բավարար չի մեզանից յուրաքանչյուրը իր մեջ մի քանի ինքնություն ունի չէ Մենք ունենք մեր կրոնական ինքնությունը, ազգային ինքնությունը ընտանիքի մակարդակով, քաղաքային հազար տեսակ բան է, այն որ այսինքն մենք բաղկացած ենք տարբեր բաղադրիչներից, այն նույնն էլ պետություններն են, հիմա փոխվել, ասած սենա, որ ես կարծում եմ, որ Իրանը եւ ինքը բավականին փորձառու է, իրենք կփորձեն իհարկե պահել այս համակարգը այսպես, բայց որ հենց նկատեն, որ հնարավոր չի արագ փոփոխությունները կանեն։ Իհարկե Թրամփը հարցը դրել է անվերապահ կապիտուլյացիայի, բայց դրա համար արդեն ինքը պիտի այլ ուժեր ներգրավի, թեև արդեն ուրիշ ավիակիր է մոտենում ափերին։ Ադրբեջան-Պարսկաստան հարաբերությունները նախ հավատում եք, որ պարսիկները իրականում կրակել են Նախճեվանի օդանավակայանին թե չէ եւ այսինքն այս ամեն ինչը մի օր ինչ որ մի ձևով ավարտվելու է արդյոք իրենք կարենալու են շարունակել իրար հետ հարաբերվել այնպես ինչպես որ հարաբերվել է այսինքն այդ business as usual-ը շարունակվելու է թե չէ ոնց եք կարծում երբ որ մենք ընթերցում ենք իրանական հին էպոսներն ու պատմությունները այնտեղ Իրան եւ Թուրան հակամարտությունը կա որպես հիմնակարային իսկ Թուրանը դա է թուրքական աշխարհն է եւ այլն հետեւաբար սա շատ խորքային ական առաջի արծից թվում է հետեւաբար այո իրանք առերես փորձում են ինչ որ լավ ցույց տալ հատկապես երբ որ փորձ արվում շիա ինքնության վրա կառուցել բայց չի ստացվում ինչու որովհետեւ ադրբեջանցիները սովետական ադրբեջանցիները չունեին կրոնական ինքնություն եւ մենք նկատում ենք որ այսինքն թեև մեծամասնությունը առ այսօր շիա է Ադրբեջանի հանրապետությունում, բայց նախ շիաների թիվը ընկնում է, գոնե ձևական շիան եւ սունները ավելանում է, դա Թուրքիա ազդեցություն, այսինքն ելի որ մենք խոսում ենք ինքնությունից, ադրբեջանցու ինքնության մեջ թուրքականությունը ավելանում է, պարսկականությունը իջնում է, որը ի դեպ նաեւ ցարական Ռուսաստանի քաղաքականությունն ա եղել ամբողջ 19-րդ դարում, որտեղ տարածքները գրավվել էին Իրանից եւ այդ ժողովուրդը ձգտում էր դեպի Իրան եւ Ռուսաստանը խրախուսեց այո թուրանականության եւ թրքականության աճին ադրբեջանցիների մեջ ազգայնականության աճին եւ իրենց եւ մեր գլխին հատկապես փորձանք բերեցին այսինքն կրոնականը փոխել ազգայնով հիմա այս ամբողջը կա դրա համար էս ինչ որ մի ժամանակ այս ամբողջը ոնց որ ասած պայթելու եւ լուծում ունենում է բայց չեմ կարծում որ հիմա այո Ալիևը կրակի հետ է խաղանում բայց Իրանն էլ Իրան պեչին տեսեք նկատում եք որ Իրանը հերկեց Նախիջևանի վրա հարձակումը մյուս կողմից ընդամենը 2 դրոնով եթե պիտի խփեր այդ 2 դրոնով չպետք է աներ պիտի լուրջ աներ անգամ Սաուդյան Արաբիան որը հզոր երկիր է եւ բան նա հրթիռային հարձակումների ենթարկվեց եւ այլն մյուս իսկապես արաբական երկրները շատ ավելի հարձակումների ենթարկվեցին թեև ավելի իմ կարծիքով Իրանը զգուշանում է կարող է նախազգուշացնում են Ալիևին պարոն նախազգուշացնում բայց ինքը իրանք վախենում են այդ Իրան-Թուրան
բախումից Թուրքիայի աջակցությունից Ադրբեջանին, ուղղակի եւ անուղղակի եւ նաեւ այլ թուրքական պետություններ, չմոռանանք, որ մի քանի թուրքական երկիր գոնե հայտարարության մակարդակով իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին։ Դա համար պետք չի այդ ճակատը, բայց ես չեմ հավատում, որ Իրանն է խփող, որտեղ իմաստը չեմ տեսնում։ Իմաստը չեմ, այսինքն ինչ էր շահելու։ Ի վերջո մարդիկ հաշվարկում են, չէ՞ որ խփենք, բնականաբար ոնց որ ասած մեր այդ հարցին մինչև պատասխանելը խնդրում եմ ասեք ինչ են շահելու, ինչ են շահում, երբ Բահրեյնին են խփում, որ մեր ռադիոլսողներն էլ հասկանան, այսինքն տրամաբանությունը ինչի Բահրեյնին խփելուց շահում են, իսկ Նախճեվանի օդանավակայանին խփելուց չեն շահում, էլի։ Բահրեյնի թիկունքին Միացյալ Նահանգներն է։ Միացյալ Նահանգները արդեն կա կռվի մեջ։ Հետևաբար Բահրեյնին խփելուց նոր ուժ մեջտեղ չի գալիս։ Իսկ եթե Բահրեյնը ինքը մտնի կամ Կատարը, չգիտեմ, Քուվեյթը, նշանակում է այդ հին արաբ-թուրքական մրցակցությունը, թշնամությունը մեջտեղ է գալու։ Այսինքն նրանք մտան, այդ դեպքում ժողովուրդը համախմբվում է եւ բանի դեմ, ասենք Կատարի պարագայ, ասենք շատ երկրներ այնտեղ բանա, սունի են եւ նաեւ ազգային առումով Ադրբեջանի պարագային դեռևս Թուրքիան կոնֆլիկտի մեջ չի, Ադրբեջանը կոնֆլիկտի մեջ չի, այսինքն խփելով ինքը լրացուցիչ, ոնց որ ասած թշնամի ագլխին բերում, իրան որ պետք չի։ Հիմա զուսպ է, իրաց մտքի մեջ էս կպահեն, հիմա տեսեք հայտարարություններ են արվում, ասում է իսրայելցիներին այդտեղից վտարեք, ման, բայց դեռևս զուսպ են, այսինքն քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանը իրենք լուրջ հարցակման չեն ենթարկել Իրանին, իրենք չեն ենթարկի։ Անկամ բանի ժամանակ նախորդ պատերազմի ժամանակ հունիսին, երբ որ Ադրբեջանի տարածքից դրոններով հարվածներ եղավ եւ հետախուզական թռիչքներ եղան, անկամ դա Իրանը կուլ տվեց, որտեւ իրան ցեռնատու չէր։ Պարոն Պապյան, մեր գործողությունները, որոնք պիտի լինեն այս պարագայում մեր գործողությունները հնարավորինս, ասես չեզոք մնալն է, ցավոք սրտի ես չափից ավելի ակտիվություն եմ տեսնում բան մակարդակում, այսպես ասած սոցիալական, ներհասարական Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին դատապարտելու, փնովելու եւ այլն հուզական գրառումների մեջ, բան, sense տարբեր ինչ որ բաներ են շում, նայեք։ Մենք պետք է հաշվի առնենք հետեւյալը, որ Միացյալ Նահանգներ Իսրայելը շատ ավելի ուժեղ են, քան Իրանը։ Եվ հետեւաբար, եթե այս անգամ չհաջողվեց փոխել իշխանությունը կամ իշխանության քաղաքականությունը, էլի են անելու։ Եվ ամեն անգամ այս պատերազմներից հետո Իրանը թուլացած է դուրս գալու։ Մեզ համար ամենավատ տարբերակը այն կլինի, որ այս պատերազմը շարունակվի, այսինքն Իրանը ջախջախվի եւ արդեն ջախջախվել է ռազմականապես, նաեւ տնտեսապես, բայց իշխանապողություն չլինի, որտեվ թուլացած Իրանը մեզ համար ավելի վատ։ Դրան շատ նման է, պարոն, որ տենց ալնել։ Դա մեզ ամենավատ տարբերակն է, որ ինքը լինելու է թույլ, բայց իսլամական։ Դե եթե նշանակում իր հարաբերությունները չի լավանալու արևմուտքի հետ, որից մենք կօգտվենք, ընդհակառակը լարվելու է, որովհետեւ ինքը տուժել է այսքան, բայց նաեւ թույլ է լինելու առանց էլ մի բան չէր եւ բացի խոսալուց ուրիշ բան չէր կարողանում անել, հիմա առավելևս չի կարողանալու անել։ Իսկ այդ թուլությունը նաեւ գայթակղություն է բերում հարևանների մոտ, որ եկեք մի հատ էլ առիթից օգտվենք։ Դրա համար մեր շահի տեսակետից, եթե խոսում ենք Հայաստանի շահի տեսակետից, հաշվի առնելով, որ Իրան արևմուտք հարաբերությունների բարելավումը շատ է մեզ պետք։ Շատ է, առաջերտի Իրանի ժողովուրդը, բայց մեզ պետք է, որովհետև Ադրբեջանի կարևորությունը նվազում է Իսրայելի ռեգիոնում, այո։ Թուրքիայի կարևորությունը նվազում է արևմուտքի համար։ Այսինքն մեր ողջ հակառակորդները իրանց խաղաքարը այն է, որ իրանք Իրանի հարևանն են։ Այո, եւ Իրանը դառնում է թիվ 1 դաշնակիցը արևմուտքի, եթե վերադառնում ասենք նախ 79 թվականների այդ իրավիճակին։ Այդ դեպքում սկսած տնտեսական ծաղկումից, որը Իրանը ունի, այսինքն եթե թույլ տան Իրանը իր կարողությունների համապատասխան նավթ ու գազ ծախի եւ ոչ թե սահմանափակումները դնեն եւ միլիարդներ ներդնի իր իսկ տնտեսության մեջ, իսկ ինքը դրա կարիքն ունի։ Այսօր ինքը օդանավերով է կռվում, որոնք շահի ժամանակ են գնվել, պատկերացնում եք, չէ՞։ Մի հատը խոցվել էր յակ ինչ որ անհասկանալի բաներ, հիմա շատերն ասում են ինչի Իրանը իր ավիացիան օդ չի անում, հանի ինչ անի։
Դրանք շարժող թիրախներ են ելնելու, գոնե ասма ճիշտ է, մարդկային կյանքի շատ չեն գնահատում, բայց այդ մարդը էլի, դա որտեղ ոչինչ չի կարող անել, այսինքն եթե դու խփում ես 10 կիլոմետրի վրա, այսինքն բայց անօթաչուներից լավ է օրինակ, պարոն լավ է, բայց շախեդը բանը ունի։ Հա, դրա համար անօթաչուներով ինքը կարողացավ նաև այդ թիրախներին խփել եւ այլն։ Հրթիռներ ունի, անօթաչուներ ունի, բայց մենք խոսում ենք ավիացիայի մասին, օդանավերի մասին, օրինակ բեցի, որ հիմա չէ, իմ ասած հետեւյալն է։ Ուրեմն պատկերացրեք ինչ հսկայական ներդրումներ է կատարվելու Իրանում։ Ճանապարհներ է բացվելու Իրանի վրայով։ Այդ հայտնի որ անդադ խոսում ենք Հնդկաստան, Իրան, Եվրոպա ճանապարհը գնալու է Իրանով։ Այդ ընկերությունները, որոնք շատերը մեծ գործունեություն են ծավալ Իրանը տարածքում, կամ իրանց ճյուղերն են, մասնաճյուղերն են, կամ հակառակն ալնելու։ Անկամ իրենց գլխամասները Երևանում են տեղակայելու, գործունեությունը ծավալելու են այնտեղ։ Այսինքն մենք ունենք ռազմական օգուտ, այսինքն մեր հակառակորդների թշնամիների թուլացումը, ունենք տնտեսական օգուտ, ունենք լոջիստիկ, այսինքն տարանցիկ փոխադրումներ, այսինքն այս օգուտները կա։ Հիմա եթե իսկ որ մնում է, մենք կորցնում ենք, որովհետև Իրանը թուլանում, արդեն թուլացած է։ Այսինքն նավատորմի հսկայական մասը ոչնչացված է, նավթային զտարանները հագին ոչնչացված են, 5 հիմնական կենտրոնները ատոմային այդ իրենց ծրագրերի ոչնչացված են, այն օրը կարդում եմ, որ հիմա կենտրոնացում են այն ռումբերը, որ իրանք ասում են mother of all of bombs, որը մի հատ գցեցին են Աֆղանստանում իրանք տարաբորա էին ասում, բանը, թևեձև չետվա, դրա վրա, որը 60 մետր հաստության բետոնը ծակում է եւ ոչնչացնում է։ Հիմա եթե ռումբերը սկսեն օգտագործել, այդ նշանակում է ահագին նաև մեզ համար կլինի ռազմական վտանգներ եւ նաև երկրաշարժային վտանգներ։ Հիմա էլ նաև խոսակցություններ կա, հաստատված չի, բայց հնարավոր է, որ Սպահանի այդ կենտրոններից մեկից ատոմային այդ հարստացման եղել է արտահոսք բանի ռադիոակտիվ նյութերի իսկ մենք այդքան հեռու չենք։ Համացանցում քարտեզ կար 600-700 կիլոմետր աստղից բան գծով։ Կախում ունի թե քամինուր կգնա եւ ինչ աստիճանի, ինչ աշխանի ռադիոակտիվ եւ ինչ նյութեր են, չգիտենք սրա մասին։ Բայց հարցն է, որ մեզ ձեռ չի տալի եւ էլ եմ կրկնում, երկրաշարժային վտանգներ կան, որովհետեւ նման ռումբերի օգտագործումը այդ մեծ բանը, իրենք երկրաշարժ չեն առաջացնում, բայց երկրաշարժային լարվածության գոտիներին ասենք trigger-ի էլի, այսպես ասած, բանի դեր են խաղում։ Եվ գեոֆիզիկական զենք այդպես էլ մտադրված է, ինքը պարապտեղի երկրաշարժ չի առաջացնում։ Ինքը պարզապես քանի որ ուսումնասիրված է, որտեղ կան լարվածություն, ասենք հնարավոր երկրաշարժներ ուղղորդված պայթյուններով ռեզոնանս են ստեղծում, որի հետևանքով երկրաշարժ ունենում։ Հիմա սա կարող ակամայից լինի, էլի մեզ ձեռ չի տալի որի առումով։ Շարունակենք հետևել, պարոն Պապյան։ Սիրելի ռադիոլսողներ, մենք շաբաթը 1 ժամանակացույցով փորձելու ենք ձեզ պատմել, թե ինչ է կատարվում հարևան Պարսկաստանում եւ այդ տեղի ունենալիքը ամենակարևորը ոնց է անդրադառնում մեր վրա։ Սա Modus Vivendi-ն էր, Դիվանագետ Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը, ով առաջին խոսափողի մոտ էր, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում։ Հաջորդ շաբաթ, ինչպես ասացի, նորից կհանդիպենք։